Ավետարան ըստ Ղուկասի 22-րդ գլուխ 7-րդ համարից ընթերցենք միջ 30-րդ համարները։ Բաղարջակերած օրը եկավ, երբ պետք էր զատիկը մորթել։ Հիսուս Պետրոսը և Հովանեսը ղրկեց ու ասաց. Գացեք պատրաստեցեք մեզի զատիկը, որպեսզի ուտենք։ Անոնք հալսին անոր, ուր կուզես, որ պատրաստենք։ Ըսավ անոնց, երբ քաղաքը մտնեք, ձեզի մարդ պիտի պատահի, որ ուսին վրա ջուրի սափորմը ունի, անոր ետևեն գացեք այն տունը, ուր ինք կմտնե։ Այն տանտիրոջ հսեք, վարդապետը կսե, ուր է օթևանը, ուր աշակերտներուս հետ մեկտեղ զատիկը կարենամ ուտել։ Անալ ձեզի հարդարված մեծ վերնատուն մը պիտի ցցնե, հոն պատրաստեցեք։ Գացին գտան, ինչպես իրենց ըսավ, ու զատիկը պատրաստեցին։ Երբ ժամը հասավ, սեղան նստավ 12 առաքյալների հետ, ըսելով, փափագելով, փափագեցի, որ այս զատիկը ձեզ հետ ուտեմ, ին չարչարվել ես առաջ։ Քանզի ասում եմ ձեզ, թե ալ բնավ ասկե պիտի չուտեմ, միջև Աստծո թագավորության մեջ կատարվի։ Եվ գավաթն առավ, գոհացավ և ասաց. Արեք ասիկա ու բաժանեցեք ձեր մեջ։ Վասնզի ձեզ կսեմ, թե բնավ որդի բերքեն պիտի չխմեմ, միջև Աստծո թագավորությունը գա։ Հաց առավ, գոհացավ, կտրեց և տվավ անոնց և ըսավ. այս է իմ մարմինը, որ ձեզ համար տրված է։ Ասիկա արեք ինձ հիշելու համար։ Նույնպես էլ գավաթն առավ ընթրիքեն հետո և ասաց. այս գավաթը նոր ուխտ է իմ արյունովս, որ ձեզ համար պիտի թափվի։ Բայց ահա ինձ մատնողի ձեռքը ինձ հետ այս սեղանի վրա է։ Հիրավի որդին մարդո կերթա, ինչպես սահմանված է, բայց վայ այն մարդուն, որի ձեռքով անիկա պիտի մատնվի։ Անոնք սկսան իրենց մեջ հարց ու փորձ անել, թե իրենց մե ով է, որ այդ բանը պիտի անի։ Վեճն ալ եղավ անոնց մեջ, թե իրենց մե ով մեծ պիտի սեպվի։ Հիսուս ըսավ անոնց. ազգերու թագավորները անոնց կտիրեն, և անոնք, որ կիշխեն, անոնց բարերար կկոչեն, բայց դուք այնպես պետք չէ չլաք, հապա նա, որ ձեր մեջ մեծ է, պստիկի պես թողը լա, և առաջնորդը սպասավորի պես։ Քանզի ով է մեծը, սեղան նստողը, թե սպասավորը, չէ որ սեղան նստողը, սակայն ես ձեր մեջ սպասավորի մը պես եմ։ Եվ դուք անոնք եք, որ միշտ ինձի հետ եք, իմ փորձություններիս մեջ։ Ես կուխտեմ ձեզ թագավորությունը,
ինչպես իմ հայրս ինձ թագավորություն մտալ ուխտեց, որպեսզի դուք իմ սեղանես ուտեք ու խմեք իմ թագավորությանս մեջ եւ աթոռների վրա նստեք Իսրայելի 12 ցեղերը դատելու։ Աղոթենք։ Երախտագիտությամբ եւ սրտի խոնարհումով գալիս են քո առաջ Տեր Հիսուս։ Այն ներքին խորը հավատով, որ դու հիմա այս սեղանի շուրջն ես։ Մենք ուզում ենք քո սուրբ ու կենդանի ներկայության մեջ լինել, Հայր։ Ներիր մեզ, մաքրիր մեզ, սրբիր մեզ։ Արժանի արավ Տեր, հաղորդվելու քեզ հետ։ Մեզ սրտի միաբանություն տուր քեզ հետ եւ մեկս մյուսի հետ։ Օրհնիր այս պահը, Տեր։ Օրհնիր քո բժշկարար ու կյանք տվող խոսքը։ Մեզ հավատքի մեջ հասունացրու, Տեր, որպեսզի գաճաճ չմնանք հավատքի կյանքի մեջ, որ չլինի թե լսենք, բայց մնանք անպտուղ։ Դու երբ մտար Երուսաղեմ, անիծեցիր այն անպտուղ թզենին։ Շնորհիր, որ մենք չլինենք անպտուղ հավատացյալներ։ Անուն ունենանք, որ կենդանի ենք, բայց մեռած լինենք մեր գործերի մեջ։ Ավասիկ այն պահը, Տեր, որ ուզում ենք, որ դու զորացնես մեր հավատքը, Տեր, եւ խոսես մեր հոգիներին։ Հիսուսի սուրբ անունով, Տեր։ Ամեն։ Այս երեկո երկնային խորհուրդների բացահայտման երեկոն է։ Իսրայել ժողովուրդը, հրեա ժողովուրդը պիտի հասկանար այս օրը իր ծնունդի, իր գոյության, իր առաքելության բուն նպատակը։ Այս օրը նա պիտի հասկանար իր ֆիզիկական փրկության հոգևոր խորհուրդը։ Հարյուրամյակներ շարունակ նրանք հիշատակում էին զատիկը, իրենց փրկությունը Եգիպտոսի գերությունից։ Բայց այս օրն էր, ավագ 5 շաբթի օրն էր, որ պիտի բացահայտվեր այն արյան խորհուրդը, որը կսվելով իրենց տան շեմին, եղավ իրենց փրկության երաշխիքը։ Այդ օրն էր, որ պիտի հասկանային, որ այդ մորթված գառը Հիսուս Քրիստոսն էր։ Բայց ինչպես Տեր Հիսուսն ասաց իր աշակերտներին, ձեզ տրված է իմանալ երկնքի արքայության գաղտնիքները, բայց անոնց ոչ։ Ինչու՞։ Որովհետև դուք սիրեցիք ինձ, որովհետև դուք միշտ ինձ հետ էիք իմ փորձություններիս ժամանակ։ Բայց գործեր ունեիք, բայց հյուրեր ունեիք, բայց մի քիչ լավ չէիք զգում, բայց մի քիչ նեղացած էիք, բայց մի քիչ այս, բայց մի քիչ այն, չէ։ Այս բոլոր պատճառաբանությունները ոչինչ են, եւ խոսքը գնում է Հիսուսի հետ լինելու։ Ուստի ես ձեզ ուխտում եմ Տերն ասած թագավորություն, ինչպես հայրը ինձ թագավորություն ուխտեց։ Թող այս պատգամը, այս երեկոն
դառնա մի բանալի, որ կբացահայտի ինձ եւ քեզ համար այդ թագավորության խորհուրդը, որի ճամփան մեզ համար հարթեց եւ պատրաստեց Տեր Հիսուս Քրիստոս իր արյամբ։ Հիսուսի ընտանիքը իր աշակերտներն էին։ Ամեն հրյա իր տան մեջ եւ իր ընտանիքի հետ պիտի ուտեր զատիկը։ Առ այսօր ուտում են զատիկը իրենց ընտանիքներով։ Մի առիթով Հիսուսն ասաց. սա է իմ ընտանիքը, ովքեր իմ խոսքը լսում են եւ կատարում են։ Ուզում եք իմանալ ով է Հիսուսի ընտանիքը։ Հիսուսի ընտանիքը նա չէ, ով այսպես ուղակի մի թղթի վրա գրված է, որպես եկեղեցու անդամ։ Հիսուսի ընտանիքը սա է, ովքեր նախընտրում են, ովքեր սիրում են լսել Հիսուսին եւ պահում են իրենց լսածները։ Ուստի ձեզ տրված է իմանալ երկնքի արքայության գաղտնիքները։ Եկեք բացահայտենք այն։ Ուր կուզես պատրաստենք զատիկը։ Այս հարցը ուրիշ ընտանիքներում չէր տրվում, որտեղ իրենց համար պարզ էր, որն է իրենց տունը, ուր պիտի ուտեին այդ հացը։ Բայց ի տարբերություն Հիսուսի եւ իր աշակերտների, նրանց տունը անհայտ էր։ Նրանք Գալիլեայից, այլ վայրերից թողեցին իրենց տունը, իրենց գործը, իրենց նավերը, իրենց ուրկանները, իրենց ընկերներին, իրենց շահերը, իրենց փողերը, իրենց երազանքները, իրենց նպատակները, իրենց դպրոցը, իրենց համալսարանը թողեցին ու գնացին Հիսուսի հետևից։ Աբրահամի նման չգիտեին ուր են գնում։ Ասում են, ուր ես ուզում, որ զատիկը ուտենք։ Մի առիթով էլ Հիսուսն ասաց, երբ որ մեկն ասեց, ես կգամ քո հետևից։ Հիշում եք ինչ ասաց։ Ասեց, աղվեսներն, արջերը ворջ ունեն, բայց մարդու որդին գլուխը դնելու տեղ չունի։ Կգաս հետևիցս։ Մի քիչ ցուրտ է լինում, չենք գալիս։ Մի քիչ անձրև է լինում, չենք գալիս։ Մի քիչ գլուխներս ցավում է, չենք գալիս։ Մի քիչ փողի հոտ ենք առնում, չենք գալիս։ Երկու կոպեկ ավել շահելու հնարավորություն ենք ունենում, չենք գալիս։ Եկեղեցու մեկը մեզ լավ չի վերաբերվում, չենք գալիս։ Բարևը թույլ է տալիս, չենք գալիս։ Բարևը ուժեղ է տալիս, չենք գալիս։ Մեկի վերից հոտ է գալիս, չենք գալիս։ Մեկի վերից հոտ չի գալիս, չենք գալիս։ Իրենք եկան։ Դուք միշտ ինձ հետ էիք։ Յոթանասուն անց 75 տարեկան գրեթե անց եղբայր էի ճանաչում։ Ավելի քան 20 կիլոմետր Աբխազիայի սարերով, ձորերով հեծանեվով քշում էր, որովհետեւ գնար հասներ պաշտամունքի, մի քանի հոգի հայ հավատացյալներին ավետարան քարոզեր։ Հետո այդ նույն հեծանեվը նստում էր, մի քանի ժամ էր տևում այդ ճամփան, քանի որ ոչ ուժերն էր հերիքում, ոչ էլ ճանապարհն էր այդքան հարթ։ Անկախ նրանից պատերազմ էր Աբխազիայում, թե պատերազմ չէր, ճամփեքը քանդած էր, թե քանդած չէր, գնում էր այնտեղ, որ Հիսուսն էր։ Որտեղ ես ուզում պատրաստենք ընթրիքը։ Գնացեք ճանապարհին, ձեզ մի մարդ կհանդիպի, որ սափոր ունի եւ մեջը ջուր։ Իր ետևից գնացեք, ուր որ մտնի դուք էլ մտեք եւ ասեք, որ վարդապետն ուզում է, որ ինձ համար պատրաստես տեղ, վայր, ուր որ զատիկը պետք է նշեմ։
վերնատունը դարձավ տունը Հիսուս Քրիստոսի եւ նրա աշակերտների։ Գնացեք նրա հետևից, ով սափոր ունի մեջը ջուր։ Գնացեք այնտեղ, որ ջուր կա։ Գնացեք այն եկեղեցին, ուր որ կենաց ջուրը կա։ Լսեք այն քարոզիչին, որը մաքուր, անարատ, կենաց խոսքն է կրում։ Հա, ասեմ։ Այդ ջուրը սափորով որ տանում էր տուն, նշանակում է տունը ջուր չկար, ուրիշ տեղից էր ջուրը բերում։ Հետո այդ վերնատան մեջ ջրի մասին, որ օգտագործվեց ջուրը, միայն մի դեպքում է նշվում։ Աշակերտների ոտքերը լվաց։ Որ մաքրվեն։ Մեզ ուրիշ բան չի մաքրելու, քան Աստծո խոսքը։ Եթե ես զլանում եմ Աստծո տուն գալու, եթե ես զլանում եմ Աստծո խոսքերը լսելու, ինչը քեզ պետք է մաքրի, ինչը ինձ պետք է մաքրի։ Ինչը։ 15-րդ համարի մեջ կարդում ենք, որ Հիսուս հատուկ կարևորություն է տալիս այս զատկին։ Փափագելով փափագեցի, այս զատիկը ձեզ հետ ուտեմ, իմ չարչարվել ես առաջ։ Հասկանում ենք, որ սա յուրահատուկ էր, սա տարբեր էր։ Սա ամեն տարի հերթական նշվող զատիկը չէր, որպես հրյա պահպանում էին դարեդար այդ սովորությունը ամեն տարին Փասեխը նշելու, որ գրեթե ընկնում էր այս ամսվա մեջ։ Բայց Հիսուս հատուկ կարևորություն է տալիս այս զատկին։ Ինչու՞։ Որովհետև դարավոր խորհուրդը զատկական պիտի բացահայտվեր։ Խորհուրդը զատկական պիտի բացահայտվեր։ Խորհրդավոր ընթրիք։ Ըստ ավանդույթի սեղանի գլխին նստում էր ընտանիքի հայրը, ընտանիքի մեծը։ Նա մեկնում էր սեղանին դրված գավաթները, նրանց նշանակությունը։ Նա մեկնում էր սեղանի վրա դրված կերակուրների նշանակությունը, որովհետև սեղանին չկար պատահական ոչ մի բան, ոչ մի կերակուր։ Ինչ որ կար սեղանի վրա գինին, գավաթները, կերակուրը, մորթված, գառան միսը, խորոված, դառնահամ կերակուրներ, կանաչուց պատրաստած, ամենն ուներ իր խորհուրդը, և ընտանիքի հայրը, մեծը, կրթում էր իր սերունդին, որպեսզի ճանաչեին Աստծո գործերը։ Ինչ ենք կրթում մենք մեր ընտանիքներում, մեր ընտանիքի անդամներին, մեր զավակներին, որպես հայրեր, որպես մայրեր։ Այդ կրթության շոշափելի արդյունքը մեր փողոցներում է, մեր դպրոցներում են, մեր կառավարություններում են եւ այլ վայրերում։ Մարդիկ չեն սիրում կրթվել, եթե սիրեին, այսօր Տիրոջ տան մեջ կլինեին։ Պատվիր քո հորն ու մորը, պատվիրանն ասում է։ Ինչու համար 10 պատվիրաններից մեկը հատուկ ուղղված է որդիներին, զավակներին, որպեսզի այն ամենը, ինչ որ պիտի լսեն իրենց հորից եւ մորից, պատվեն, հարգեն եւ ընդունեն։ Որովհետեւ նրանց սուրբ պարտն էր իրենց զավակներին, իրենց ընտանիքի անդամներին սովորեցնեին այն ամենը, ինչ Աստված պատվիրել էր։ Եկեղեցին էլ մեր տունն է, եկեղեցին էլ մեր ընտանիքն է։ Եկեղեցին էլ մեր զավակներն են, մեր որդիներն են, մեր դուստրերն են։
Եվ եկեղեցու հոգևոր հոր սուրբ պարտքն է կրթել իր զավակներին, սովորեցնել Աստծո ճանապարհները, որ չխոտորեն այդ ճանապարհներից, որ չգնան կորուստ, այլ օրհնությունից օրհնություն, փառքից փառք։ Ելից 6-րդ գլուխ, 2-րդ համարից մինչ 9-րդ համարները։ Եվ Աստված շարունակեց եւ ասավ Մովսեսին. Ես եմ Յահվեն, որ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին ամենակարող Աստծո անունով երևցա։ Բայց իմ Յահվե անունովս անոնց չհայտնվեցա։ Նաեւ անոնց հետ իմ ուխտս հաստատեցի, որ անոնց տամ Քանանի երկիրը, որոնց անոնց օտարության երկիրը, ուր պանդխտացան։ Լսեցի Իսրայելի որդիներուն հառաչանքը, որոնք եգիպտացիները ծառայեցրեցին եւ իմ ուխտս հիշեցի։ Անոր համար Իսրայելի որդիներուն ասա. Ես եմ Եհովան։ Ես ձեզ եգիպտացիներու ծանր գործերու տակեն պիտի հանեմ ու ձեզ անոնց ծառայությունն պիտի ազատեմ եւ ձեզ երկնցած բազուկով ու մեծ դատաստաններով պիտի փրկեմ եւ ձեզ ինձ ժողովուրդ պիտի անեմ եւ ձեզի Աստված պիտի ըլլամ եւ պիտի գիտենաք թե ձեզ եգիպտացիներու ծանր գործերի տակեն հանող Տերը ձեր Աստվածը ես եմ ձեզ այն երկիրը պիտի տանեմ որ Աբրահամին, Իսահակին եւ Հակոբին տալու երթումրի եւ զայն ձեզ ժառանգություն ըլլալու պիտի տամ ես եմ Տերը Մովսես Իսրայելի որդիներուն այսպես ասավ բայց անոնք հոգի նեղութենեն ու գործի ծանրութենեն մտիկ չրին չլսեցին Մովսեսին եթե լսեին ամեն բան այլ կլիներ հետո պիտի լան, հետո պիտի ողբան, հետո պիտի անհավատության մեջ տառապեն, հետո պետք է իրենց բախտ անիծեն ու ասեն ինչու այսպես եղավ։ Պատճառն այն է, որ ճամփան ելածը տատենը, ճամփան սկսածը ժամանակ Աստված քեզ ասում էր, Աստված քեզ հետ խոսում էր։ Այն ինչ որ ասում էր այստեղ Աստված, երկնային մանանա եւ ավելին էր, քաղցած մարդու համար, սոված մարդու համար, դարման, դեղ, կյանք ու փրկություն էր, մահվան դատապարտված հիվանդի համար։ Ինչ կարող է մարդուն ուրախացնել, երբ նրան փրկության դուռ է բացվում, երբ վստահ է, որ կորսված է, մեռած է։ Հիվանդին ինչը կարող է երջանկացնել, ոսկյա ապարանջան, ոսկյա շղթան, ոսկե կոշիկներն ու գոտիները, թե իրեն փրկություն բերող դեղահաբը։ Այս խոսքերը, որ Աստված ասաց իր ժողովրդին, սա իր ուխտն էր, սա իր խոստումն էր կյանքի, փրկության ու հավիտենականության։ Բայց գործերը շատ էին, հոգսերը շատ էին եւ լսող չկար։ Ու պատկերը կրկնվում է տարեց տարի, դարից դար, հազարամյակից հազարամյակ։
շահող է նա, ով կլսի և կհավատա։ Առաջին գավաթը կոչվում էր օրհնության գավաթ։ Աստծո ուխտն ասում է. ես եմ Յահվեն, ես ձեզ եգիպտացիների ծանր գործերի տակից պիտի ազատեմ։ Կյանքի և հույսի ուխտ։ Ստրկության, մթության, խավարի մեջ, ծանրության բեռը ուսերին հանկարծ թունելի վերջում լույս է ծագում։ Աստված ասում է. ես եմ Յահվեն։ Սա նշանակում է, որ ես տարբեր եմ, ես ուրիշ եմ, ես իրական եմ, և դրա որպես ապացույց կտեսնեք իմ հզոր բազուկը։ Ես ձեզ եգիպտացիների ծանր գործերի տակից պիտի ազատեմ։ Այս խոսքը գրեթե անհնար թվացող խոսք էր հնչում մարդկանց ականջներին, որովհետև լինել ստրկության մեջ Եգիպտոսում սա հավասարազոր էր 100% կործանման, մահվան։ Եգիպտացիները իրենց ամբիցիոզ ծրագրերը իրականացնելու համար երբեք չէին խնայում ստրուկներին։ Օրեկան կարող էին հարյուրավոր և հազարավոր ստրուկներ զոհվեին և նրանք իրենց հաշվարկների մեջ դա ներառել էին։ Նրանք չէին նայում դիմացինին որպես հոգևոր էակներ, արժեք ունեցող էակներ։ Նրանք նայում էին այդ մարդկանց կարծես մի բահի պոչ, որ կարող էր աշխատանքներ կատարելու ժամանակ կոտրվի և դրա համար չարժե սգալ։ Բայց այդ պոչը այնքան շատ էր, այնքան հզոր էր Եգիպտոսը և այնքան մարդկանց էր գերել ու բերել լցրել իր երկիրը իր ամբիցիոզ ծրագրերը իրականացնելու համար, որ այս պոչը չլինի բահի, այն պոչը կլինի։ Ու միայն Աստծո համար էր, որ նրանք բահի պոչ չէին, այլ մարդ, որոնց մեջ բնակվում էր իր հոգին։ Աշխարհի համար ամենալավ մարդն էլ մի արժեք ունի՝ հողին արժանացնել։ Հող, ուրիշ ոչինչ։ Բայց միայն Աստծո համար է, որ դու արժեք ունես։ Դրա համար Տերը քեզ և ինձ փրկության խոստում է տվել, ինչպես Իսրայելին տվեց։ Եգիպտոսի սահմաններն այսօր ամբողջ աշխարհն է, որոնց մեջ ես և դու ծառայում ենք, խաբված սատանայի կողմից, մի կտոր հացի համար։ Եկեք ինձ մոտ բոլոր հոգնած, բեռնավորվածներ և ես ձեզ կհանգստացնեմ, ասաց Հիսուս։ Սա էլ Տիրոջը ուխտի նման թող հնչի քո ականջին, սիրելի եղբայր և քույր, եթե հոգնած ես ու բեռնավորված։ Օրհնվում էր այն ամենը, ինչ կար սեղանի վրա, թող օրհնվի այն ամենը, ինչ կա մեր առջև, և ունենանք այն վստահությունը, որ ինչ էլ լինի սեղանի վրա, այն բարի է մեզ համար, քանի որ Տերը բարին է կամենում իր զավակների համար։ Նա է մեր հույսը, նա է Տերը ամենի։ Վստահենք Տիրոջը իր բարի ծրագրերի համար, քանզի Աստված ամեն բան բարի է անում իրեն սիրողների համար։ Սեղանին մատուցվում էր քաղցրահամ և դառնահամ, ինչպես ամեն տարի հիշում ենք, կանաչիներից պատրաստված մի կերակուր, հարոշեր կոչված, որը խորհրդանշում էր կյանքի
դառնամ եւ քաղցրամ օրերը։ Այս է կյանքը, մի օրային քաղցր է, մի օրային դառ է, մի օր ուրախանում ենք ծնունդով, մի օր ողբում ենք մահով, մի օր ունենում ենք նվաճումներ, մի օր ունենում ենք կորուստներ, մի օր լինում ենք բարձրունքում, մի օր ընկնում ենք վար։ Սա է դրված սեղանին։ Բայց երբեք չպետք է վախենանք, երբեք պիտի չտխրենք, չտրտմենք, որովհետև մենք Տեր ունենք, որը իր պաշտպանության տակն առնելու խոստում ունի բոլոր իր զավակներին, ուրեմն թող օրհնվեն բոլոր այն օրերը, լինի այն քաղցրահամ, լինի այն դառնահամ։ Խոստովանենք մեր մեղքերը, խնդրենք Տիրոջից, որ լվա մեզ, մաքրի մեզ, ու մեր սիրտը լցնի փառաբանությամբ։ Աղոթենք։ Ողորմած Տեր, հայցում ենք քո գթառատությունով, Տեր, թողություն շնորհիր մեր մեղքերին, ինչպես լվացիր աշակերտներիդ ոտքերով, Տեր, եւ ասացիր, եթե չլվամ, ինձ հետ բաժին չունեք։ Աղաչում ենք, Տեր, քո սիրով, քո գթառատությամբ, նաեւ քո խոսքից զորությամբ, թողություն շնորհիր, Տեր, մեզ մեր առօրյա ախտերից, գիտակից, անգիտակից գործված, ներիր մեզ, Տեր, զորացրու մեզ, Տեր, քո Սուրբ Հոգիով, որ հաղթենք ամեն օրվա փորձությունների ժամանակ, քո կամքը կատարելով, քո խոսքին հնազանդվելով, Հիսուսի սուրբ ու պատվական անունով ենք խնդրում, Հայր, ամեն։ Փառաբանության գավաթ, երկրորդ գավաթը։ Աստծո ուխտն ասում է, ձեզ անոնց ծառայությունից պիտի ազատեմ։ Երբ բանտարկյալը լսում է ազատության լուրը, ազատվելու բարի լուրը, առաջին զգացումը ոչ թե այն է, վայ, կիսատ զրույց մնաց բանտում, որ պիտի շարունակեի, կամ կիսատ մնաց ձեռքիս կներեք թզբեհը, որ պիտի սարքեի, պատրաստեի, կամ պատերի վրա բան էի փորագրում, կիսատ մնաց։ Անկողինս, այսինչս, այնինչս, ոչ մի բան, առաջին ապրում, առաջին զգացումը, որ նա զգում է այն գոհունակությունն է, այն շնորհակալությունն է, այն ալելույան է, փառաբանությունն է, այսինքն ուրախությունը։ Երբ Տերը քեզ ասում է, ստրկությունիցդ քեզ պիտի ազատեմ, սա նշանակում է, որ այս գերությունը, որի մեջ որ ապրում ենք մենք այս աշխարհում, Քրիստոսի արյունը թափվել է, որ մեզ ազատի շղթաներից, կապանքներից, հոգսերից, այս աշխարհի բանտից, Եգիպտոսի ստրկությունից։ Ինչ է ապրում սիրտդ։ Ուրախություն, ցնծություն, փառաբանություն։ Հայերենի մեջ Սաղմոս 116։ Ուրախ եմ ես, վասնզի Տերը իմ ձայնը ու աղաչանքս լսեց։ Հիշում եք, մեր կարդացած հատվածում ասում է, լսեցի ձեր աղաչանքը, լսեցի ձեր տառապանքը տեսա։ Ահա մեր արձագանքը, ուրախ եմ ես, որովհետև Տերը իմ ձայնս ու աղաչանքս լսեց, վասնզի անիկա իմ ականջս, իր ականջը ինձ խոնարեցրեց, ուստի բոլոր կյանքիս մեջ անոր պիտի կանչեմ։ Մահվան լարերը ինձ պատեցին, ու գերեզմանին վիշտերը գտան,
նեղությունն ու տրտմությունը գտա, բայց ես Տիրոջը անունը կանչեցի, կաղաղակեմ ով Տեր, փրկիր իմ անձը։ Ողորմած ու արդար է Տերը, եւ մեր Աստվածը գթած է, Տերը միամիտները կպահե, ես խեղճ եղա, եւ անիկա զիս ազատեց։ Ով իմ անձը, դարձիր քո հանգստությանդ, քանզի Տերը քեզ բարիք արեց։ Քանզի դուն իմ անձս մահվան է փրկեցիր։ Իմ աչքերը արցունքի ու իմ ոտքերս գայթակղել են։ Տիրոջ առջև պիտի քայլեմ կենդանիների երկրի մեջ։ Հավատացի անոր համար խոսեցա, ես խիստ թշվառացա, իմ շփոթությանս մեջ ասացի, ամեն մարդ սուտ է։ Ինչ հատուցեմ Տիրոջը։ Անոր ինձ դրած բոլոր բարօրություններին փոխարեն փրկության բաժակը պիտի առնեմ ու Տիրոջը անունը պիտի կանչեմ։ Իմ ուխտերս Տիրոջը պիտի հատուցանեմ իր բոլոր ժողովրդին առջև։ Պատվական է Տիրոջ առջև իր սուրբերուն մահը կաղաչեմ ով Տեր։ Վասնզի ես քո ծառատ եմ ու քո աղախնի որդին, դուն իմ կապերս արձակեցիր, գոյության պատարակ պիտի մատուցեմ քեզ եւ Տիրոջը անունը պիտի կանչեմ։ Իմ ուխտերս Տիրոջը պիտի հատուցանեմ իր բոլոր ժողովրդի առջև։ Տիրոջը տանը սրահների մեջ, քո մեջով Երուսաղեմ։ Ալելույա։ Երբ մեկը գիտակցում է Տիրոջը արած փրկagorցությունը իր համար, նրա սիրտը լցվում է ուրախությամբ, երախտագիտությամբ եւ նրան պաշտելու, նրան երկրպագելու ու նրան ծառայելու խորը փափագով, որտեղ ասում է քո սրահների մեջ, քո սրահների մեջ։ Գուցե այս զգացումն է, այս երախտագիտությունն է, այս փառաբանությունն է, որ քեզ ուղղորդել է այսօր Տիրոջ սրահները։ Եթե քո սիրտը լի է երախտագիտությամբ, այսօր քո ոտքերը պետք է ուղղորդվեն Տիրոջը տուն, նրան պաշտելու եւ երկրպագելու իր կատարածի համար, ինձ եւ քեզ փրկելու համար, մեր կապերից ազատագրելու համար։ Ուրեմն օրհնյալ լինի Տիրոջ անունը այժմ եւ միշտ ու հավիտյան դարերում։ Հետո բերվում էր խորոված գառնուկը եւ ընթերցվում էր օրենքը ու տրվում էր դրա բացատրությունը։ Ելից 12 Առաջին 14 համարները Տերը խոսեցավ Մովսեսին ու Ահարոնին Եգիպտոսի մեջ, ասելով. այս ամիսը ձեզ ամիսներուն սկիզբը լինի, ձեզ տարվան ամիսներուն առաջինը լինի։ Իսրայելի ժողովրդին ասեք, այս ամսվան 10-ին ամեն մեկը իրեն գառնուկ մթող առնե, իրենց հայրերուն տանը համեմատ, այսինքն տուն գլուխ մեկ գառնուկ։ Եթե մեկ տունը մեկ գառնուկի համար քիչ գա, այն մարդը իր տան դրացին հետ հոգիներուն համրանքին համեմատ առնե գառնուկին վրայով, ամեն մեկուն իր կերածին չափ հաշիվ ըրեք։ Եվ այսպես ձեր գառնուկը անարատ արու մեկ տարեկան լա, ոչխարներեն կամ այծերեն առնեք զայն։ Մինչև այս ամսվան 14-րդ օրը պահեք զայն, ապա Իսրայելի ժողովին բոլոր ժողովուրդը մորթեն զանիկա իրիկվան դեմ, անոր արյունեն առնեն ու տուներուն երկու կողմի դրանտիկներուն վերի սեմին վրա քսեն, ուր զանիկա պիտի ուտեն։
միսը նույն գիշերը ուտեն, զանիկա կրակի վրա խորոված բաղարջով ու դառը խոտերով թող ուտեն։ Անկեհում կամ ջրի մեջ եփած չուտեք, բայց կրակի վրա խորոված, անոր գլուխը ոտքերով ու փորոտիկովը ուտեք։ Անկե բան չթողնեք միջև արտու, ինչ որ արտուն մնա կրակով այրեցեք, այսպես պիտի ուտեք այն, ձեր գոտիները մեջքերնիդ, ձեր կոշիկները ոտքերնիդ, ձեր ցուպերը ձեռքերնիդ ըլլա, զանիկա արտորանոք, այսինքն շտապելով կերեք։ Տիրոջը զատիկն է այն գիշերը Եգիպտոսի երկրեն պիտի անցնեմ, ու Եգիպտոսի երկրին մեջ բոլոր անդրանիկները մարդ կամ անասուն պիտի զարնեմ։ Եգիպտոսի բոլոր աստվածներուն վրա դատաստան պիտի կատարեմ, ես եմ Տերը։ Արյունը ձեր տուներու վրա նշանի համար ըլլա, որպեսզի երբ արյունը տեսնեմ, ձեր վրային անցնեմ, եւ հարվածը ձեր վրա չգա, ձեզ կորսնցնելու, երբ Եգիպտոսի երկիրը զարնեմ։ Այն օրը ձեզ հիշատակի համար ըլլա, եւ զանիկա Տիրոջը տոնը պահեցեք ձեր սերունդին մեջ հավիտենական կանոնով մը տոն պահեք այն։ Ամեն։ Ինչու հավիտենական կանոնով, որովհետև նրա խորհուրդն է հավիտենական եւ ոչ թե ժամանակավոր։ Եթե դա լոկ լիներ այդ ժամանակի համար մշակված մի փրկության կարգ ձև միջոց, կարիք չկար հավիտենական պահվեր այդ տոնը։ Բայց քանի որ նրա խորհուրդն է հավիտենական, Տերը պատվիրում է այս տոնը պահեք։ Պատվերը պահեք այս տոնը հավիտյան, որովհետև խորհուրդն է հավիտենական։ Եվ մենք հիմա այդ խորհուրդն ենք բացահայտում։ Այս ամիսը ձեր ամիսների սկիզբը պիտի լինի, որովհետև այն ինչ որ տեղի ունեցավ այդ ամսվա ընթացքում այն դարձավ նոր տարվա սկիզբը, նոր կյանքի սկիզբը։ Ոչ ծառի ծաղկով է որոշվում, ոչ առաջին ձյունով է որոշվում, ոչ այսինչ կայսրի ծնունդով է որոշվում, ոչ արևի տոնով է որոշվում, այլ նոր կյանքի սկիզբը սկսվում է փրկության ղողանջով։ Պատվեր տրվեց, որպեսզի ամեն մի տուն, ամեն մի հրյա իսրայելցի իր տան մարդաքանակով հաշված գառնուկ առնի։ Եվ այդ գառնուկը պիտի լինի նախ անարատ, լավագույնը, անարատ գառնուկ։ Ինչու՞։ Որովհետև այն պիտի խորհրդանշեր այն անարատ գառը, որ պիտի գար աշխարհ մորթվելու մարդկության փրկության համար։ Հովանես Մկրտիչը երբ տեսավ Հիսուսին, որ գալիս էր մկրտվելու, իլուր աշխարհի հայտարարեց, ասաց. ահա Աստծո գառը, որ վեր պիտի առնի աշխարհի մեղքը։ Հայտնության գրքում Հիսուսի համար գրված է, որ նա է աշխարհի սկզբից առաջ մորթված գառը։ Գառը խորհրդապատկերում էր Տեր Հիսուս Քրիստոսը, որ անարատ էր, մաքրամաքուր, չծնվեց մեղսական ծնունդով, այլ ծնվեց Սուրբ Կույս Մարիամից, Սուրբ Հոգուց, որպես մի անմեղ էակ, որպես մի անմեղ գառ։ Հաջորդիվ ասում է. մեկ տարեկանը լա, մատղաշ, մաքրամաքուր,
Նաև ասում է բոլոր ժողովուրդը մորթեն զանիկա իրիկվան դեմ։ Բոլոր ժողովուրդը մորթեն նրան իրիկվան դեմ։ Ամբողջ Երուսաղեմը իրիկվա դեմ տարան մորթելու Հիսուս Քրիստոսին։ Իրիկուն եղավ, մթնեց երկինքը, որովհետև մորթվում էր փրկության գառնուկը զոհասեղանի վրա, որ կոչվում էր Գողգոթա։ Անոր արյունեն առնեն ու տան երկու կողմերի դրանտիկներուն վերի սեմին վրա քսեն, ուր զանիկա պիտի ուտեն։ Այդ արյունը, որ թափվեց, պիտի անպայման քսվեր քո տան շեմի վրա, որպես պաշտպանիչ շերտ, որպես նշան։ Պետրոս Առաքյալն ասում է, որ մենք չգնվեցինք ոսկով եւ արծաթով, հապա Հիսուս Քրիստոսի արյամբ գնվեցինք։ Այդ արյունն էր, որ խորհրդանշում էր Հիսուսի արյունը, որով մենք գնված ենք, որով մենք փրկված ենք։ Միսը նույն գիշեր ուտեն, ձանիկա կրակի վրա խորոված, բաղարջով ու լեղի խոտերով թող ուտեն։ Այն մեր ախորժակի համար չէ, մեր ախորժակով չէ եփված, որտեղ հաջորդիվ խոսքն ասում է, անկեհում կամ ջրի մեջ եփած չուտեք, բայց կրակի վրա խորոված։ Հում կամ եփված չուտեք, այսինքն քո ճաշակով մի ընդունիր նրան, քո քիմքին հաճո ձևով, քո կյանքի պայմաններին հարմար ձևով, քո տրամադրությանը հարմար ձևով։ Մի քիչ դառն է, մի քիչ լեղի, կապ չունի, այդպես պիտի ուտես։ Բայց մենք հիմա ապրում ենք մի քրիստոնեություն, որ մարդիկ ավելի քաղցրահամ խոտերով, քաղցրահամ կանաչիներով, քաղցրահամ կերակուրներով են ուզում շաղախած լինեն այդ գառնուկը, այդ գառան խորովածը։ Կրակի վրա այրված մեկը չի սիրում, սիրում է եփած։ Եփած Հիսուս է մատուցվում։ Ուրիշ մեկը հումակեր է։ Նրան էլ հում Հիսուս է մատուցվում։ Բայց այստեղ Աստծո խոսքը մեզ ասում է՝ մի հարմարեցրու քո ճաշակին, դու պետք է հարմարվես նրան։ Դառն է, այո դառն է, որտեղ Հիսուսն ասաց՝ նեղ է այն դուռը եւ նեղ է այն ճամփան, որ տանում է դեպի երկինք։ Ուստի ինքնախաբեություն է, երբ դու երկինք տանող ճանապարհը փորձում ես քո ճաշակով ձևավորել եւ նորոգել։ Քո տան ճամփան կարող ես ասֆալտապատել, քո տունը կարող ես նորոգել քո ուզած ձևով, բայց երկնքի ճամփան չես կարող քո ուզած ձևով սարքես, մաքրես եւ առաջնորդվես։ Ուստի իրական ապաշխարությունը, իրական զղջումը պահանջում է ընդունել Հիսուս Քրիստոսին այնպես, ինչպես որ կա։ Հետո ասում է, նրա գլուխը ոտքերով ու փորոտիկովը ուտեք։ Ինչ է նշանակում սա։ Սա նշանակում է մի մասնատիր Հիսուսին։ Մի ասա, այ Հիսուսի այս մտքերն, այս գաղափարները ինչ շատ հաճելի են, ինչ շատ դուրեկան են։ Իսկ այն մասերը, աստվածաշնչյան այն խոսքերը, որոնք որ քո հակով չեն, քո տրամաբանությանը կամ տրամադրությանդ
ուրեմն զուգահեռ չեն գնում, արի սա առանձնացնենք, փորոտիկը մի կողմ դնենք, գլուխը մի կողմ դնենք, ես սիրում եմ, ինչպես շատերս խորովածի, մեկը չալաղաջն է սիրում, մեկը կողի մատերն է սիրում, մյուսը փափուկ միսն է սիրում, մյուսն էլ ոսկորով է սիրում։ Չէ, Տերն ասում եմ, սա ձեր կերած սովորական խորովածը չէ, որ դու այնտեղ քուջուջ անես, մի հատ ինձ լավ կտոր տուր։ Դուք չեք կարող ձեր քարոզչին, ձեր հովին ասել, մեզ ընենց քարոզ տուր, որ մեզ հաճելի է, մեզ դուր է գալիս։ Ոչ կարող ես Աստծուն ասես, ոչ կարող ես նրա մարգարեին կամ նրա պատգամաբերին ասել։ Եվ վայ այն եկեղեցիներին, որոնք որ Հիսուսը մասնատում են եւ իրենց ճաշակով կամ իրենց ժողովրդի ախորժակին համապատասխան պատգամներ են մատուցում։ Ոչինչ չթողնեք։ Ամբողջը կերեք։ Բան մեջ չթողնեք միջև արտու, ինչ որ արտուն մնա կրակով այրեք։ Եթե դու չես ուտում ամբողջությամբ, եթե դու չես ուտում ամբողջությամբ, մի թող, թափի, այրի, չես կարող, ինչ որ մի մասը ուտես, մի մասը չուտես, ուրեմն ոչինչ համարի և այրի, ամբողջությամբ պետք է ընդունես, ամբողջությամբ, աշակերտների համար Հիսուսն ասաց, դուք ինձ հետ էիք իմ բոլոր փորձությունների ժամանակ, չգնանք Հիսուսի հետ, քանի ամեն բան լավ է, քանի դեռ Հիսուս ծովերի վրայով է քայլում, մեր են հայկական ֆիլմի Մուրադի պես քթներս ցցած չնայենք, տեսեք ում եմ պաշտում, գնանք Հիսուսի հետ, ոչ թե միայն այն ժամանակ, երբ նա 5000-ին կերակրում է մի քանի ձկով, մի քանի հացով, գնանք Հիսուսի հետևից ոչ թե միայն այն ժամանակ, երբ նա մեռելներին հարություն է տալիս կամ հիվանդներին բժշկում է, այլ գնանք Հիսուսի հետևից, երբ որ կա հալածանք, երբ որ կա ցավ, երբ որ կա հիվանդություն, երբ որ կա տառապանք, ծաղրանք, հեգնանք, բարեկամի կողմից, ընկերոջ կողմից, հասարակության կողմից, գնանք Հիսուսի հետ։ Միջև Գողգոթա գնանք Հիսուսի հետ։ Իսկ եթե դու պետք է համապատասխանեցնես քո հավատքը քո առօրյայի հետ, եթե դու պետք է համապատասխանեցնես քո պաշտամունքը քո գործերի հետ, թանկագինս այրի, վառի, դա քեզ պետք չի, դու չես գնահատում նրա գինը, վառի թող գնա, ինչի՞դ է պետք, այսպես կուտեք հետո ասում եմ, գոտիները կապած, ոչ միայն ինչ պիտի ուտեք, այլ նաև ինչպես պիտի ուտեք, գոտիները կապած, մեջքերնիդ, կոշիկները, ոտքերնիդ, և ձեր ցուպերը, որ նշանակում է գավազանը, ճամփորդական, ձեռքերնիդ լինելով, զանիկա շտապելով կերեք, սա ինչ է նշանակում, սա նշանակում է տնտնալ, հապաղել, չկա, անձդ ազատիր, Հիսուսը Եգիպտոսում կերոխումի համար ուտելու կերակուր չէ, կեր ու փախիր, ընդունիր և դուրս արի Եգիպտոսից, էս է խորհուրդը, հասկանում ես, Հիսուսը նրա համար չի, որ դու ուտես, ընդունես նրան և շարունակես կյանքդ ապրել Եգիպտոսի մեջ, հասկանում ես, դա նրա համար չի, որ դու գաս եկեղեցի համ հոգևոր կերակուր ուտես, համ հաղորդության մասնակցես, բայց էլի գնաս քո աշխարհիկ սովորական կյանքով ապրես, եթե դու այստեղից գնում ես էլի հին քո ապրելակերպին, նշանակում է Հիսուսը ընդամենը այս կյանքիդ ինչ որ մի կարիք բավարարելու համար կերակուր է, վերջ, գոտիդ կապած, մեջքդ կապած, կոշիկներդ հագած, գավազանը ձեռքդ կեր,
Ընդունիր այս փրկության զոհը եւ դուրս արի մեղավոր աշխարհից գնա դիմավորելու քո փրկիչներ Հիսուս Քրիստոսին, գնա դիմավորելու քո Աստծուն, թեկուզ եւ անապատի մեջ։ Եդեմական պարտեզում լիներ դիմավորելու ընթացքը, բոլորն էլ դուրս կգային։ Բայց միջև խոստացյալ երկիրը հասնելը, միջև կաթ եւ մեղր բխող երկիրը հասնելը ճամփան ինչ ճանապարհ էր։ Անապատի ճամփա։ Նեղ եւ փշոտ է ճամփան, որ տանում է դեպի երկինք։ Զուգահեռները տանում եք դուք ժողովուրդ։ Ոստի վաղը որ անապատում հայտնվեք, մի զարմացեք։ Մի ապշեք եւ ոչ էլ տարտմեք։ Նորմալ է, սովորական է։ Էսա ճամփան։ Եվ ովքեր էլ ձեզ կխոստանան փափուկ, թեթև օրհնություններով ու ծափերով, բան եկեք մի հատ փառաբանենք, եկեք մի հատ երգենք, ես անենք, այն անենք, լավ հավես, խապկանք է։ Սատանայի կուտն է, չուտես։ Ամենայն ազնվությամբ։ Հանվում էր թաքնված հացը, առանց թթխմորի, ծակոտիներով։ Այս հացը պետք է չուտեին, այլ թխեին, դնեին իրենց խուրջինների մեջ ու ճամփայելնեին։ Սա պետք է լիներ իրենց ճանապարհի հացը, միջև որ կհանդիպեին Աստծո հետ։ Այս հացը փոխարինվեց մանանայով, երկնքի մանանայով։ Հովանու ավետարան 6-րդ գլուխ։ Քառասունութ համարից միջ 57-րդ համարները։ Ես եմ կենաց հացը։ Ձեր հայրերը անապատի մեջ մանանան կերան ու մեռան։ Այս է այն հացը, որ երկնքեն կիչն է, որպեսզի եթե մեկը ատկե ուտե, չմեռնի։ Ես եմ կենդանի հացը, որ երկնքեն իջա։ Եթե մեկ այս հացն ուտե, հավիտյան պիտի ապրի։ Եվ այն հացը, որ ես պիտի տամ, իմ մարմինն է, որ ես պիտի տամ, աշխարհի կյանքի համար։ Սրա վրա հրյաները իրար հետ կվիճեին եւ կասեին, ինչպես կարող է նա իր մարմինը մեզ տալ ուտելու։ Հիսուսը սավանոց, ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե որդի մարդու մարմինը չուտեք եւ նրա արյունը չխմեք, ձեր անձերի մեջ կյանք չեք ունենա։ Ով որ իմ մարմինը ուտե եւ իմ արյունը սխմե, հավիտենական կյանք պիտի ունենա, ու ես նրան հարություն առնել պիտի տամ վերջին օրը։ Վասնզի իմ մարմինը ճշմարիտ կերակուր է եւ իմ արյունը ճշմարիտ ըմպելիք է։ Նա որ իմ մարմինս կուտե եւ իմ արյունս կխմե, անիկա իմ ներսդիս կբնակվի ու ես անոր ներսում։ Ամեն։ Մինչ ուտում էին, հացն առավ, գոհացավ, այդ հացը, որ ծակոտիներով էր, այդ հացը, որ առանց թթխմոր էր, այդ հացը հրյաները չէին ուտում։ Այդ Հիսուս մի բան արեց, որ զարմանալի էր։ Նա վերցրեց, բեկանեց այդ հացը եւ տվեց իր աշակերտներին, ասեց, արեք կերեք, սա է իմ մարմինը։ Իմ մարմինը
ճշմարիտ կերակուր է։ Եվ իմ արյունը ճշմարիտ ըմպելիք։ Նրանք, ովքեր որ չեն գիտակցում, չեն հասկանում հաղորդության խորհուրդը, նրանք չեն գիտակցում ու չեն հասկանում հավիտենական կյանքի խորհուրդը։ Նրանք, ովքեր չեն կարևորում սուրբ հաղորդությունը, նրանք չեն կարևորում Հիսուս Քրիստոսը։ Որովհետև Հիսուսն ասաց. ես եմ կյանքի հացը։ Ով որ այս հացը ուտի, հավիտյան պիտի ապրի։ Հրեաները չհասկացան, այդ ինչ հացի մասին է խոսքը։ Ինչպես կարող է իր մարմինը տալ, որ մեզ, որ մենք ուտենք։ Հիսուսն ասաց. եթե որդու մարդու մարմինը չուտեք, նրա արյունը չխմեք, ձեր անձերի մեջ կյանք չեք ունենա։ Այն որ զանգում են, քեզ ասում են արի հաղորդություն է։ Գիտես ինչի համար են զանգում։ Որ կյանք ունենաս։ Օ, պարտադիր չէ, դա ընդամենը բան է։ Այսպես հիշատակի հաց է։ Այստեղ չենք ուտի, այնտեղ կուտենք։ Այսօր չենք ուտի, վաղը կուտենք։ Չէ, Հիսուսն այդպես չասաց։ Հիսուսն ասաց իմ մարմինը ճշմարիտ կերակուր է։ Եվ իմ արյունը ճշմարիտ խմելիք։ Առեք, կերեք։ Սա է իմ մարմինը։ Ով ոնց ուզում է թող հասկանա։ Հիսուսը մեզ բացատրեց, թե դա ինչ է։ Ու երանի նրան, ով կհասկանա, կհավատա եւ կընդունի այն։ Պողոս առաքյալը մեղադրեց կորինթացիներին, ասեց. դուք չեք հասկանում խորհուրդը, մարմնի եւ արյան։ Սա ձեզ համար ուտել խմել չի։ Եվ խորհուրդը չեք հասկանում։ Դրա համար էլ ասում եմ, ձեր մեջ շատ ցավագառներ կան, հիվանդներ կան, դեպրեսիայի մեջ ապրողներ կան, կորսվածներ կան, չգիտեմ, ստրեսների մեջ են, այս են, այն, ինչու, որովհետև չեք հասկանում դրա խորհուրդը։ Շնորհակալության գավաթ, երրորդ գավաթը։ Աստծո օգտն ասում է ձեզ երկարած բազուկով ու մեծ դատաստաններով պիտի փրկեմ։ Շնորհակալություն Տիրոջը իր երկարած բազուկի համար, որ չկա կյանքում մի իրավիճակ, անհնար է կյանքում գտնվես մի իրավիճակում, մի վայրում, կյանքի ինչ պայմաններում, որ Տիրոջը բազուկը չի կարող հասնել։ Իմ երկարած բազուկով, ի տարբերություն աշխարհի մյուս կրոնների, ուր իրենց պաշտած աստվածները ակնկալում են, որ դու քո ջանքերի շնորհիվ, քո կրոնապաշտության շնորհիվ, քո պահեցողությունների շնորհիվ, քո ինքնամաքրման եւ ինքնակատարելագործման ճանապարհներով հասնես դեպի երկնայինին։ Ի տարբերություն այս ամենի, իրական եւ ճշմարիտ մեր Աստվածը ինքն է երկարում իր բազուկը, նրան, ով ընկած է, ով կորսված է եւ ով հույս չունի։ Ձեզ երկարած բազուկով ու մեծ դատաստաններով պիտի փրկեմ։ Մեծ դատաստաններով։ Այս դատաստանները քեզ չեն ուղված։ Այս դատաստանները ուղված են անավատ եւ կռապաշտ աշխարհին, որի մեջ ապրում ենք ես եւ դու։ Հիսուս իր քահանայապետական աղոթքում ասաց. Հայր չեմ աղաչում, որ դու նրանց աշխարհից վերցնես, այլ որ դու նրանց աշխարհում պահես։ Այս դատաստանների շնորհիվ է, որ Աստված պահելու է մեզ, ինձ եւ քեզ այս մեղավոր աշխարհի մեջ եւ հասցնելու է դեպի փրկություն ու հավիտենականություն։ Վերջին։
նոր ուխտի գավաթ, 4-րդ գավաթը եւ վերջին գավաթը։ Աստծո ուխտն ասում է Ելից 6:7 ձեզ իմ ժողովուրդս պիտի անեմ եւ ձեզ Աստված պիտի լինեմ։ Ձեզ իմ ժողովուրդս պիտի անեմ եւ ձեզ Աստված պիտի լինեմ։ Սա Տիրոջը ուխտն էր։ Աստծո փափագն էր սա, Աստծո ցանկությունն էր սա։ Բայց ցավոք սրտի, ինչպես կարդացինք, ժողովուրդը չլսեց։ Ժողովուրդը զբաղված էր իր գործերով եւ իր հոգսաշատությամբ եւ չլսեց, թե Աստված ինչ է ասում Մովսեսի բերանով։ Եվ հետագա պատմության ընթացքում մենք տեսնում ենք, որ իրենց անհավատության, Աստված մերժության պատճառով Աստծո խոսքն ասում է, ինչպես դու ինձ մերժեցիր, այդպես էլ ես քեզ պիտի մերժեմ։ Երեմիա մարգարեի միջոցով մի ավետիս է տալիս Աստված։ Երեմիա 31 համարից մինչ 33 համարները։ Երեմիա 31 համարից մինչ 33։ Ահա օրեր կգա, ասում է Տերը, երբ Իսրայելի տան հետ ու Հուդայի տան հետ նոր ուխտ պիտի անեմ։ Ոչ թե այն ուխտին պես, որ անոնց հայրերուն արի, այն օրերը, երբ անոնց ձեռքեն բռնեցի Զանոնք Եգիպտոսի երկրեն հանելու համար, քանզի անոնք իմ ուխտս զանց ըրին, զանց ըրել նշանակում է մերժեցին, արհամարեցին։ Ես ալ Զանոնք մերժեցի, ասում է Տերը։ Մերժեց Աստված Իսրայելին, քանի որ նրանք էլ մերժեցին Աստծուն։ Բայց Աստված նոր ուխտ է խոստանում։ Բայց այն օրերեն ետքը Իսրայելի տան հետ անելու ուխտս սա է. իմ օրենքս անոնց ներզդին պիտի դնեմ ու զանիկա անոնց սրտին վրա պիտի դնեմ, ես անոնց Աստվածը պիտի լամ եւ անոնք ինձ ժողովուրդ պիտի լինեն։ Ամեն։ Նոր ուխտ պիտի անեմ Իսրայելի հետ։ Քանի որ այն ուխտը նրանք զանց առան, արհամարեցին, մերժեցին։ Ես էլ իրենց մերժեցի։ Իսկ հիմա նոր ուխտ եմ անելու Իսրայելի հետ։ Իմ օրենքը նրանց ներսը պիտի դնեմ։ Ոչ թե տախտակների վրա պիտի մատուցեմ քարե, այլ նրանց ներսը պիտի դնեմ։ Սրա խորհուրդը, եթե ես հիմա բացատրեմ, վախում եմ ոչ թե 1 ժամ ավել եք մնալու, ոչ թե 2 ժամ, 5 ժամ, հավանաբար մի քանի օր այստեղ մնալու եք։ Գիտեք, որ Պենտեկոստեի օրը, երբ Սուրբ Հոգին եկավ այս օրենքը, Աստծո խոսքը բնակեցնելու Աստծո ժողովրդի մեջ։ Հիսուսը կոչված է Աստծո բանը, բանն Աստծո, խոսքն Աստծո։ Այ ես կանգնած եմ դրան առջև եւ թակում եմ, ով որ դուռը բաց, ես ներս պիտի գամ եւ նրա հետ ընթրիք պիտի անեմ, նա էլ ինձ հետ։ Եվ ես նրանց Աստվածը պիտի լինեմ եւ անոնք ինձ ժողովուրդ պիտի լինեն։ Հիսուս երբ որ բարձրացրեց 4-րդ գավաթը, այս խոսքերը արտասանեց։
Մատթեոս 26 27-ից 39 Եվ գավաթը առավ, գոհացավ և տվավ, անոնց ըսավ. ամենք տել խմեցեք ասկե, վասնզի սա է իմ արյունը նոր ուխտի։ Որ պիտի թափվի շատերի մեղքերի թողության համար։ Բայց ասում եմ ձեզ սրանից հետո, որդի բերքեմ պիտի բնավ չխմեմ մինչև այն օրը, երբ ձեզի հետ նոր գինին խմեմ իմ հորս թագավորության մեջ։ Հրեական սովորության մեջ այս խոսքերը չկային։ Հարյուրամյակներ այս խոսքերը չի ասվել։ Բայց վերնատան մեջ տոնակատարվող զատիկը տարբերվեց, որովհետև վերնատան մեջ էր, որ հաստատվեց Աստծո խոստացված նոր ուխտը։ Եվ այդ ուխտը Հիսուս հաստատեց իր արյամբ։ Խաչի վրա իր արյունը թափելով նա որդեգրեց մեզ։ Ու մենք դարձանք Աստծո ժողովուրդը։ Ու մենք դարձանք նոր Իսրայելը։ Նոր Իսրայելը։ Իսրայելի հետ պիտի նոր ուխտ կապեմ Տերն ասաց Երեմիայի միջոցով։ Պողոս առաքյալն ասում է, որ Իսրայելը նա չէ, որ թլպատությամբ է հրյա, այլ հոգու սրտի թլպատությամբ։ Եվ այն խոստումը, որ տրված էր Աբրահամին, որ քո սերունդով պիտի օրհնվեն ազգերը, Պողոս առաքյալը մեկնաբանում է, ասում է, ոչ թե ասում է սերունդներով, այլ սերունդով, իսկ այդ սերունդն ասում է Հիսուս Քրիստոսն է։ Ուստի եւ Աբրահամին տրված բոլոր խոստումները, հին կտակարանում տրված բոլոր խոստումները եւ Աստծո ուխտը վերահաստատվեց Հիսուս Քրիստոսի արյամբ, եւ ով որ կընդունի այս արյունը, կընդունի նոր ուխտը, ուստի եւ բոլոր խոստումները, բոլոր օրհնությունները, որ վերագրված էր Աբրահամին եւ նրա սերունդին, փոխանցվում է ու մենք դառնում ենք, եկեղեցին դառնում է ժառանգորդը այդ խոստումների։ Ուստի մենք գինի չենք բարձրացնում լոկ խմելու համար, այլ Քրիստոսի արյունը, որը նոր ուխտի հաստատումն է, մեզ հիշեցնում, որով մենք դարձանք Աստծո ժողովուրդը։ Այս գավաթը վկայության գավաթն է նոր ուխտի, եւ հաջորդ անգամ, երբ այն բարձրացնի Տեր Հիսուս, իր եկեղեցու հետ միասին բարձրացնելու է Աստծո թագավորության մեջ։ Ուստի այսօր բարձրացնենք այդ գավաթը, վերհիշելով Տիրոջը ուխտը, վերհիշելով նրա մահը, նրա տառապանքները ու նրա արյունը։ Միջև Աստծո արքայության մեջ կբարձրացնենք գավաթը որդատունքի Հիսուս Քրիստոսի հետ սեղանի շուրջ։